Բայց այսօր ինչ խոսում են, ասում են Ղարաբաղը, Արցախը, Արցախը։ Բայց նախորդ շրջանում էլ ինչ խոսել ենք, ասել ենք Ղարաբաղը, Արցախը, Արցախը, բայց վերջում ինչ պարզվեց։ Ասում են հող ենք կորցրել։ Այդ հողը ինչով է մեր եղել։ Ինչով է մի հատ բացատրեք ինչով է մեր եղել։ Չեմ ուզում մահացած մարդկանց հետևից խոսամ, բայց ասենք մի քանի գեներալների տիրապետության տակ, որ ցորեն գցեն ընդեղ ասենք ենթադրենք, էդ է եղել, ինչով է մեր եղել։ Ինչով մի հատ բացատրեք ինչով ընդեղ դպրոց են կառուցել, մանկապարտեզ են կառուցել, գործարան են կառուցել, ապրել ենք ընդեղ, բնակավայր ինչով է մեր եղել։ Մերը չի եղել։ Մերը չի եղել։ Ոչ միայն այդ մերը չի եղել, այլև օգտագործվել է նրա համար, որ Հայաստանն էլ մերը չլինի։ Ես պատասխանատու ասում եմ։ Եվ այո, ասում եմ, ես այդ ճանապարհը անցել եմ, ես նեն չի, որ այդ գաղափարին նվիրվածության պակաս եմ ունեցել, ընդհակառակը այդ գաղափարին նվիրվածությունով է, որ հասել եմ այս եզրակացության, որ ասում են Ղարաբաղը մերն էր, այլևս մեր չի, սուտ է դա։ Իրականությունն է, որ Հայաստանը մերը չէր, հիմա մերն է, որովհետև դուք տեր եք Հայաստանի Հանրապետությանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը խայտառակ գործարք է կնքել Սերժ Սարգսյանի հետ, եւ այդ գործարքի իմաստը հետեւյալն է։ Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը ընդամենը հիմա ինքը մտածում է թե պատմությունը ոնց է գրվելու, որ ինքը ապացուցի, որ 97 թվին ինքը ճիշտ էր։ Ոչ այս խաղաղության մասին խոսակցությունները դրանք կապիտուլյացիայի մասին խոսակցություններ են, որովհետև եթե որևէ պետություն ուզում է խաղաղություն, նա պետք է պատրաստ լինի պատերազմի։ Պետք է փողզիջում բառը հայոց բառապաշարից արմատախիլ անենք, քանի դեռ Ադրբեջանը խոսում է Ստեփանակերտում եւ Երևանում թեյ խմելու մասին։ Փողզիջման մասին կարելի է լրջորեն խոսել միայն այն դեպքում եւ այն պարագայում, երբ որ Ադրբեջանը հստակ ուղերձ հղի, որ ինքը պատրաստ է քննարկել եւ ինքը պատրաստ է ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։